Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր ապրիլի 17-ն է, այսօր մի փոքր ուշ ենք պատրաստում մեր այս հաղորդումը, քանի որ շատ տարօրինակ նամակ էի ստացել իմ հին ռուսական մեյլին, առաջին մեյլին, որը որ գրանցել է 2000 թվականների սկիզբ, ուղղակի պահպանել եմ այդ մեյլը, եւ այդ մեյլի վրա իբր գրել էր Վրաստանի բարեկային ծառայության ղեկավարը, այսինքն ղեկավարի անունով PDF ֆայլով բավականին շատ նման իրական նամակ եմ ստացել, թե իբր ես համացանցում, կայքերում, սոցիալական էջերում տարածում եմ արգելված նյութեր, որ շատ վատ բնույթի նյութեր, եւ դրա համար ասում են, որ պետք է ներկայանաս, հակառակ պարագայում արդեն դատախազությունն է հարաբերելու, մի խոսքով շատ նման էր իրականին, բայց վերջում հասկացա, որ դա իրական չէր, ամեն դեպքում որոշեցի գնալ բարեկային ոստիկանություն եւ ճշտել, թե ինչ նամակ էր դա։ Ճիշտն ասած, իրանք էլ խառնվեցին, տեսան, խնդրեցին այդ ամենի սկրինները եւ այդ գրառումը ամբողջությամբ։ Ես իրենց այդ ամենը տրամադրեցի, ուղղակի այստեղ շատ հետաքրքիր մի հատ միտք է առաջանում եւ ոչ թե միտք, այլ փաստ է դա, փաստացի մենք նկատում ենք եւ տեսնում ենք, թե ինչպես են դանդաղեցնում մեր YouTube-յան ալիքը եւ ես չեմ բացառում, գրեթե համոզված եմ, որ այդ ամենը իրականացվում է ինչ-որ երկրների հատուկ ծառայությունների կողմից, չեմ բացառում, որ Ռուսաստանի, Ադրբեջանի, նույնիսկ չեմ բացառում, որ ուրիշ երկրներից էլ այդ ամենը իրականացվի, բայց նման բան կա ցավոք սրտի, ուզում եմ, որ դուք եւս տեղեկացված լինեք, ահա այդպիսի մեթոդներով փորձում են ազդել մեր վրա, բայց սա նշանակում է, որ մենք շատ ճիշտ ճանապարհի վրա ենք, շատ ճիշտ ենք անում մեր հաղորդումները, շատ ճիշտ աշխատանք ենք տանում եւ շարունակելու ենք մեր այս ուղին ի նպաստ Հայաստանի եւ Վրաստանի պետական շահերի։ Բայց կարեւոր է այստեղ ասել, որ անհրաժեշտ է նաեւ ձեր աջակցությունը, քանի որ դանդաղեցնում են նաեւ մեր YouTube-յան ալիքը, դա էլ եմ ճշտել, նաեւ արհեստական բանականության միջոցով եմ հասկացել, արհեստական բանականությունն էլ է հուշել, որ նման խնդրեմ կա։ Միակ ձևը այդ ամենը հաղթահարելու դա լայքերն են, բաժանորդագրումները, մեկնաբանությունները չափազանց կարևոր են, որ մեր այս ալիքը չդանդաղի իր տարածման մեջ, ինչպես նաեւ շատ կարևոր է, որ դուք սիրելի հայրենակիցներ կիսվեք մեր աշխատանքով ձեր սոցիալական ցանցերում, այսինքն մեր այս կարևոր գործունեությունը բազմաթիվ ուժերի թիրախում է հայտնվել եւ ուզում են իրոք խոչընդոտել մեր այս կարևոր աշխատանքը, բայց ես գիտեմ, որ եթե մենք բոլորս միասնական լինենք, չհավատանք տարբեր ֆեյքերի, սուտի տեղեկությունների եւ այլն եւ փորձենք նաեւ միշտ լայքել, բաժանորդագրվել, ակտիվ տարածել, բնականաբար նրանց այդ ջանքերը ապարծուն են լինելու։ Եվ սկսենք մեկ կարևոր լուրից, որը որ քիչ առաջ տարածվեց։ Թբիլիսիում այսօր տեղի ունենալու Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Մենք արդեն մի քանի օր է խոսում ենք, որ Թբիլիսին ուզում է շատ կարևոր հարթակ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Ես միշտ էլ ողջունել եմ այս գաղափարը իրականում։ Գիտեմ, որ հնարավոր է շատ մեծ ինչ-որ հաջողություններ չգրանցի այս ֆորմատը, բայց ամեն դեպքում լավ է։ Ինչ վատ է, որ նման ֆորմատով եւս հանդիպումներ տեղի ունենան։ Եվ տեսնենք, թե ինչ հանդիպում կլինի, ինչ քննարկումներ կլինեն եւ եթե լինեն կարևոր հաղորդագրություններ, կարևոր տեղեկություն լինի այդ հանդիպման վերաբերյալ, մենք անպայման ձեզ կտեղեկացնենք արդեն մեր հաջորդ հաղորդման ընթացքում։ Հիմա մի պահ ուզում եմ անդրադառնալ Գյումրիի այս ընտրված քաղաքապետի հայտարարությանը, Վարդանիկի, ինքը իրեն այդպես է չի անվանում, կոմունիստ Վարդանիկի հայտարարությանը, որ ինքը կողմ է, որ Հայաստանը դառնա Բելարուսի նման դաշնակցային հանրապետություն Ռուսաստանի հետ, Ռուսաստանի կամ կազմում կամ ինչ-որ նման մի բան։ Սա հավալի է, որ Հայաստանի իշխանությունները թույլ են տվել նման անձի մասնակցել Գյումրու քաղաքապետի ընտրությանը։ Նիկոլ Փաշինյանը, որ միշտ խոսում է, որ Հայաստանի անկախությունը գերագույն արժեք է եւ միշտ ասում է, որ չի ցանկանում, որ Հայաստանը դառնա որևիցե միութենական պետության մաս կամ որևիցե երկրի ազդեցության տակ հայտնվի, փաստացի իրենք թույլ են տալիս, որ նման մարդը, կոմունիստը, ընտրվի Գյումրու քաղաքապետ։ Եվ բնականաբար այդ մարդը չէր կարող նման հայտարարություններ անել, եթե կապեր չունենար, շատ խորը կապեր չունենար Ռուսաստանի Դաշնության հետ եւ այնտեղից չստանար նման հրահանգներ։ Ես խորհրդի համոզված եմ, որ այնտեղից նաեւ փող է ստանում, որպեսզի կարողանա այդպիսի ճոր հայտարարություններ անել եւ հիմա էլ կարողանա շարունակել քաղաքապետի պաշտոնում իր այդ լիազորությունները։ Հակառակ պարագայում մենք հասկանում ենք, որ ինքը հանդիպելու է բազմաթիվ խնդիրների խոչընդոտների
եւ հնարավոր է Ռուսաստանը այդտեղ եւս փորձի օգնել իրեն, որպեսզի ինքը կարողանա այդ քաղաքապետի ֆունկցիաները իրականացնել Գյումրիում, բայց կարևորը այն է, որ սկսել են այդպիսի մտքերը հնչել արդեն փաստացի ընտրված ասենք, նշանակված ասենք, դուք ինձանից լավ գիտեք, այդ ավականու կողմից նշանակված, ընտրված քաղաքապետի կողմից։ Սա արդեն լուրջ քաղաքական հայտարարություններ են շատ վատ իմաստով եւ դրանք սպառնալիք են հանդիսանում, այդ մտքերը ուղղակի սպառնալիք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը եւ անկախությանը։ Սա ուղղակի ողբերգություն է եւ եթե սրան է հասցնելու Փաշինյանի ժողովրդավարությունը, ես որպես հայ մարդ իրոք դեմ եմ այդպիսի ժողովրդավարությանը, որ ժողովրդավարությունը ուղղակի օգտագործեն, որպեսզի կոմունիստները իշխանության գան եւ Հայաստանը զրկեն ինքնիշխանությունից։ Ես կարծում եմ ինքնիշխանություն ավելի մեծ արժեք է, անկախություն ավելի մեծ արժեք է, չէի ուզում այս ամենը իրար հետ համեմատել, հակադրել, բայց ստիպված եմ անել, կարծում եմ ինքնիշխանությունը շատ ավելի մեծ արժեք է, քան ժողովրդավարությունը։ Եվ մինչև չմաքրես դաշտը, եւ մինչև չմաքրվի Հայաստանում այդ հանցագործ ռեժիմի մնացորդները չմաքրվեն Հայաստանից, խոսել ժողովրդավարության մասին, դա նշանակում է, որ հրացանը գլխիդ դնես եւ կարելի ասել ռուսկի ռուլետկա խաղաս, այդպեսի խաղ կա, եթե գիտեք, որը որ անում են հրացան, եւ դա կարող է կարակել եւ դու ինքդ քեզ կարող ես սպանել։ Եվ նույնն է տեղի ունենում փաստացի հիմա Հայաստանի Հանրապետության հետ։ Եվ իմ կարծիքով համոզմամբ, նույնիսկ ոչ թե կարծիքով, այդ ամենի վերջը պետք է շատ արագ դնել։ Երեք լսում էի նաև Արարատ Միրզոյանի հայտարարությունները ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նրա հայտարարությունը եւ այն, որ Լեռնային Ղարաբաղը ինքը հրաժարվեց Սոֆիայում հանդիպումից եւ գիտենք այն ինչ տեղի ունեցավ, հիմա ուզում են Հայաստանի իշխանությունների վրա գցել այդ ամենի մեղքը, այսինքն արտաքին քաղաքականության մասով ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանի իշխանությունների աշխատանքը արտաքին քաղաքականության մասով որոշ չափով ինձ համար հասկանալի է, այն զիջումների մասով բնականաբար հասկանալի չէ, ավելի դուխով պետք է լինեն իրենց հայտարարությունների եւ գործողությունների մեջ, դուխով բառը այս պատահական չեմ օգտագործում, դա իրենց բառն էր, ավելի դուխով պետք է լինեն, բայց ինչ վերաբերվում է ներքին քաղաքականության մեջ ահավոր վատ իրավիճակ է եւ այդտեղ դուքի մասին ընդհանրապես կարելի է չխոսել, քաղաքական կամքի մասին ընդհանրապես կարելի է չխոսել եւ ես ընդհանրապես, եթե ես լինեի Հայաստանի Հանրապետության բնակիչ, միանշանակ ներքին քաղաքականության իմաստով Հայաստանի Հանրապետության իշխանություններին ոչ մի ձև չէի կարող աջակցել, ոչ մի ձև։ Արտաքին քաղաքականության մասով էլի ասում են, որ իմ տեսակետերը համընկնում են իրենց տեսակետների հետ, բայց ներքին քաղաքականության առումով ահավոր է այն, ինչ տեղի է ունենում։ Եվ ես սպասում եմ եւ գրեթե համոզված եմ, որ դա կլինի, ուղղակի չի կարող դա չլինել։ Ես սպասում եմ, որ մինչեւ 26 թվականը Հայաստանում շատ բան է փոխվելու եւ սկսելու են մաքրել քաղաքական դաշտը զիբիլից։ Հակառակ պարագայում այդ զիբիլը ոչնչացնելու է մեր երկիրը։ Մեկ երկիր ունենք եւ դա էլ միանշանակ իրենք ոչնչացնելու են առանց մի պահ մտածելու։ Դրա համար կարծում եմ, որ ուզեն թե չուզեն, պետք է նրանք դիմեն այդպիսի քայլերի, որպեսզի մաքրեն Հայաստանի քաղաքական դաշտը զիբիլից։ Կարծում եմ կարևոր է անդրադառնալ նաև Վրաստանի նախագահ Կավելաշվիլի այցին Բաքու, որտեղ որ նա հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։ Հայտարարություններ է արվել նաև Հայաստանի մասով խաղաղության պայմանագրի այդ տեքստի համաձայնեցված համաձայնագրի մասով եւ Վրաստանի նախագահը ողջունել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այդ տեքստը համաձայնեցվել է, հույս է հայտնել, որ շատ արագ այն կստորագրվի։ Դա լավ է, բնականաբար շատ լավ է։ Կրկին հիշեցրել է, որ Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել, Վրաստանի դիրքորոշումը այս մասով չի փոխվի։ Ու դա եւս լավ հայտարարություն է, բայց վերջում նա ասում է, որ երրորդ երկրները միջամտում են մեր երկրների ներքին գործերին, այսինքն Ադրբեջանի եւ Վրաստանի, եւ որևիցե երկիր կամ կազմակերպություն չպետք է միջամտի մեր ներքին գործերին։ Ու նա ասում է, որ չնայած նրանց բոլոր ջանքերի մենք շատ ակտիվ կարողանում ենք հակազդել այդ ուժերին, բայց թե ինչի է պետք այդ ամենը ասել այս կոնտեքստում, արդեն չեմ կարող ասել ճիշտ ասած, բայց այն, որ Հայաստան եւ Ադրբեջանի մասով Վրաստանը ողջունում է խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնեցված լինել այդ տեքստի, շատ կարեւոր է եւ Վրաստան ասում է, որ մեր
դիրքորոշումը այդ հարցի շուրջ չի փոխվել, դա եւս չափազանց կարևոր է եւ այսօր որ տեղի ունենալու փոխարտգործնախարարների հանդիպումը դա այդ հայտարարությունների վկայությունն է, որ Վրաստանը իրոք ցանկանում է դառնալ կարևոր միջնորդ հայ-ադրբեջանական կարգավորման գործում, բայց կրկին իմ կարծիքը ստիպված եմ ասել, որ բոլորը իրոք հասկանան, ես չեմ կարծում, որ մեծ հաջողություն ունենա այդ եռակողմ հանդիպումը, բայց այնուամենայնիվ դրական ազդեցություն միանշանակ պետք է որ ունենա։ Ալիևն էլ հետաքրքիր հայտարարություն է իմիջայլոց արել այդ կոնտեքստում, ասելով, որ Եվրոպայի ստրատեգիական անվտանգությունը անհնարին է, աներևակայելի է, անպատկերացնելի է առանց Բաքվի եւ Թբիլիսիի։ Այսինքն ստրատեգիական անվտանգության իմաստով Եվրամիությունը խնդիր ունի, եթե այդ ամենի մեջ չի լինելու Թբիլիսին եւ Բաքուն, այդպես է դուրս գալիս Իլհամ Ալիևի խոսքերից, երևի իրենք նկատի ունեն այն, որ կարևոր ճանապարհ է Վրաստանը եւ Ադրբեջանը դեպի արևելք Եվրամիության համար։ Հա, իրոք շատ կարևոր ճանապարհ է, բայց ես կարծում եմ, որ ու նույնիսկ համոզված եմ, որ Հարավային Կովկասի անվտանգության համար, ստրատեգիական անվտանգության համար Եվրամիությունը ավելի կարևոր է, քան Վրաստանը եւ Ադրբեջանը կամ թեկուզ Հայաստանը Եվրամիության անվտանգության համար, այսինքն չի կարելի համեմատել այս երկուսը։ Մեզ համար Եվրամիության ներգրավվածությունը Հարավային Կովկասում շատ ավելի կարևոր է մեր ինքնիշխանությունների համար, թեկուզ 3 երկրների, քան Եվրամիության համար, իրենց անվտանգության համար։ Հիմա անցնենք միջազգային կարևոր հարցերին։ Փաստացի Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտնում են, որ հաջորդ բանակցությունները տեղի ունենալու հեռումում, չնայած կարծես հերքում էր իրանական կողմը, կրկին ասելով, որ Օմանում է տեղի ունենալու, ամերիկյան կողմը ասում է, որ չէ տեղի ունենալու հեռումում, բայց Օմանի մասնակցությամբ, Օմանի մասնակցությունը շատ կարևոր է այդ բանակցությունների ընթացքում։ Հիմա շատ հետաքրքիր տեղեկություններ են ստացվում, որ Թրամփը հետաձգել է հարվածը Իրանին, այսինքն այդ հարվածը պետք է տեղի ունենար մայիսի մեջ, մայիսի երևի նույնիսկ սկիզբ, եւ Դոնալդ Թրամփը որոշել է բանակցությունները արագացնել եւ չհարվածել Իրանին։ Այնինչ Իսրայելի հետ կարծես կար նախնական պայմանավորվածություն, որ պետք է հարվածեն Իրանին, եւ այստեղ էլ շատ տրամաբանական է ադրբեջանական այդ ապատեգեկատվությունները, պատկերացրեք, այսինքն հստակ մշակված ծրագիր կար Իսրայելի կողմից, որին որ շատ հստակ ձևով տեղեկացված էր Բաքուն, դրա համար լարում էր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, հիմա ասում են, որ Թրամփը հրաժարվել է հասցնել հարվածներ մայիս ամսին, վախենալով, ավելի ճիշտ մտահոգություն հայտնելով, որ այն կարող է բերել ռեգիոնալ պատերազմների, ռեգիոնալ կոնֆլիկտների։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները ամենայն հավանականությամբ գիտեն եւ տեսնում են, որ Ադրբեջանը եւս ցանկանում է ագրեսիա իրականացնել Հայաստանի դեմ։ Ես գրեթե համոզված եմ դրանում եւ դրա համար հնարավոր է ուրիշ կոնֆլիկտի օջախներ եւս կան, խնդրահարույց, դրա համար հիմա փորձել են ավելի նախընտրելի դարձնել բանակցությունները Իրանի հետ եւ երևի սա է պատճառներից մեկը, որ զորավարժություններ տեղի ունեցան հայ-իրանական սահմանին, այսինքն իրանցիները իրենց հատուկ ջոկատայիններով իրենց սահմանին անցկացրին զորավարժություններ, հայկական կողմը իր սահմանին անցկացնեց, իր սահմանում անցկացրեց զորավարժություններ, այսինքն ամեն ինչ շատ տրամաբանորեն մեզ հուշում է այն մասին, որ իրոք ծրագիր կար հարված հասցնելու Իրանին մայիս ամսվա այս սկզբին, բայց Թրամփը որոշել է շարունակել բանակցությունները, ինչին դեմ է եղել Իսրայելը, նույնիսկ տեղեկություններ կան, որ Բենյամին Նեթանյահուն շտապ դրա համար է այցելել Վաշինգտոն, փորձելու համոզել Դոնալդ Թրամփին, որ ամեն դեպքում ճիշտ կլինի հարված հասցնել Իրանին, ինչին այս պահի դրությամբ Դոնալդ Թրամփը մերժել է, ասելով, որ պետք է բանակցենք, տեսնենք թե բանակցությունները ինչ արդյունք են տալու։ Այսինքն այս վտանգը ամեն դեպքում կա, բավականին լուրջ է։ Եթե ես եմ խոսում այս մասին, ես եմ հասկանում այս ամենի կարևորության մասին, հույսով եմ, որ Հայաստանի իշխանությունները եւս հասկանում են, թե որքանով լուրջ է պահը։ Ուկրաինայի մասով շատ կարևոր է այստեղ նշել, որ Դոնալդ Թրամփը մերժել է Ուկրաինային վաճառել $50 միլիարդ զենք։ Հիշում ենք, այդ մասին Բիլդեն է հաղորդում, հիշում ենք, որ Զելենսկին առաջարկել էր, որ 30-ից $50 միլիարդ զենք են պատրաստ գնել, այսինքն ոչ թե ստանալ, այլ գնելու մասին է խոսքը։ Բայց ուրիշ փոփոխություններ էլ կան Ուկրաինայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունների միջև,
Ամերիկայի Միացյալ Նահանգները Bloomberg-ի հաղորդմամբ հիմա մեղմացնում է այդ պայմանագրի տեքստը հազվագյուտ մետաղների եւ միներալների մասով եւ բազմաթիվ կետեր փոխվում են այդ ամենի մեջ եւ հիմա արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգները պահանջում են ոչ թե 300 միլիարդ դոլարի հազվագյուտ մետաղներ եւ միներալներ, այլ 100 միլիարդ դոլարի։ Հիշում եք, Թրամփը ասում էր, որ Ուկրաինային 300 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել Ամերիկայի Միացյալ Նահանգները, այնինչ պաշտոնական տվյալներով 100 միլիարդից մի փոքր ավել էր, նույնիսկ Պենտագոնը հաստատեց, որ ավել չի տրվել, այսինքն 100-120 միլիարդ դոլարի օգնություն էր տրվել Ուկրաինային Բայդենի օրոք, եւ հիմա արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգները տեղեկության Bloomberg-ի համաձայն փաստացի տեղեկացնում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմա էլ սկսել է մեղմացնել այդ հատուկ միներալների եւ հազվագյուտ մետաղների մասին պայմանավորվածությունը Ուկրաինայի հետ եւ հնարավոր այդ փաստաթուղթը արդեն եթե երկու կողմերի միջև ի վերջո համաձայնեցվի, այն ստորագրվի։ Ուկրաինայի մասով մեկ կարևոր տեղեկություն եւս կա, կարծում եմ սա ամենակարևոր տեղեկությունն է եւ այդ տեղեկության համաձայն Վիտկոֆը մեկնում է Եվրամիություն, եթե չեմ սխալվում, Փարիզ է մեկնում հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Խոսքը բանակցությունների մասին է, որը որ Վիտկոֆը վարում էր Ռուսաստանի Դաշնության հետ, եւ հիմա եկել է պահը, որ Եվրոպական միությունը, եվրոպական երկրների առաջնորդները, Ֆրանսիայի նախագահը, Ֆրանսիան տեղեկացված լինեն, թե ինչ բանակցություններ են տեղի ունեցել, ինչը կարող է վկայել այն, որ մենք գրեթե վերջին փուլերում ենք այդ բանակցությունների, որ Եվրամիությանը եւս տեղյակ են պահելու եւ ստանալու են Եվրամիության դիրքորոշումը այս հարցի շուրջ։ Բայց մեկ բան փաստ է, որ ամեն ինչ կախված է լինելու հիմա Եվրամիության երկրներից, հատկապես Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Մեծ Բրիտանիայից ու իրենց որոշումներից։ Եթե իրենք դեմ լինեն այդ խաղաղությանը, այսինքն եթե Ռուսաստանը կողմ լինի, Ամերիկայի Միացյալ Նահանգները կողմ լինի, ասենք էլի։ Եթե դեմ լինի դրան Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան, միանշանակ ես չեմ կարծում, որ կարողանա հաստատվել խաղաղություն, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները միայնակ ի վիճակի չեն, իզոլոտ չեն կանգնեցնել այդ պատերազմը, ոչ էլ Ռուսաստանի Դաշնությունը, ինչ կանել նրանք նույնիսկ ցանկանան, գիտեմ որ Ռուսաստանի Դաշնությունը դա չի ցանկանում, բայց ամեն դեպքում ինչ կանել նրանք դա ցանկանան, դա գրեթե անհնար է, եթե Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան Ուկրաինայի հետ մեկտեղ բնականաբար չտան դրա համաձայնությունը եւ ի վերջո Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ լավ հասկացան Թրամփի գլխավորությամբ, որ վերջին խոսքը պատկանում է Եվրամիությանը եւ հատկապես Էմանուել Մակրոնին։ Տեսնենք թե ինչ բանակցություններ կլինեն եւ եթե այդ բանակցություններին հաջողություն ձեռք բերվի, ինչ որ կողմերի դիրքորոշումները արդեն հստակ վերջնական ձևով մոտեցվեն, ես կարծում եմ, որ արդեն վերջին խոսքը արդեն ասելու են, որ Ռուսաստանի Դաշնությունը իրենք դադարեցնում են պատերազմը, թե չէ, այսինքն այդ պայմանավորվածությունների հիման վրա դադարեցնում են պատերազմը, թե արդեն մերժում են Դոնալդ Թրամփին, ինչը բնականաբար արդեն կունենա բավականին լուրջ հետևանքներ։ Այս պայմանավորությամբ այսքանը սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնեմ ձեր լայքերի ֆանտաստիկ կարևորության մասին, անպայման տարածեք մեր այս հաղորդումը, մեկնաբանեք, հաջողություն եմ ցանկանում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։